Արտաշատի խանութը։ Փաստորեն իմ ընկալմամբ այդ իրանց ավտոբուսի կուկուռուզային արշավը թարս մարսվեց քաղաքացիական պայմանագրի կողմից, կարելի է ողջունել այդ առաջի հերթին հարգանքներս այդ մարդուն, որը շատ անկեղծ, շատ ոչ մեկից ոչ մի բան չակնկալելով, չլինելով ինչ որ ես չգիտեմ կուսակցական կամ քաղաքական գործիչ, ինքը իր փոքր խանութի տեր լինելով իր ըմբոստությունը հայտնեց մի անձի, որը քանդել է մեր երկիրը եւ մեր պետությունը եւ բնական է, որ այդ մարդը հիմա ունի լուրջ խնդիրներ, որտեվ մի քանի տեղեկատվություն տարածվեց, որ փորձում են խանութը փակել, ինչ-որ ճնշումներ են անում եւ ինձ չի թվում, որ այդ մարդը նման քայլի գնալուց չէր հաշվառել այդ հետևանքները։ Բայց ամեն դեպքում իրականում ողջունելի է, որ քաղաքացիները, որոնք պարտադիր չի, որ լինեն հասարակական քաղաքական ակտիվ դեմքեր, հանրությանը հայտնի, իրենք ամեն դեպքում կեցված կդրսևորում են։ Միանշանակ, ուստեղ կարևոր մոմենտը որն է, որ Նիկոլենց թվում էր, որ սենց տանայինին է, տաշի տուշիով գնալու են, սենց մարզերում իրանց ընդունեն, հնի պես, բանանեն ու չէին սպասում, որ ուղիղ եթերով կամերայի դեմը Նիկոլերեսին սենց բարիզ բուն իմաստով ճակատի մեջտեղը թքեցին։ Ինքը ստիպված էր այդ թքածը ժպիտով բանանի։ Եվ սա բերում է Նիկոլին մեկ ուրիշ դաշտ։ Ճանաչ ես վստահ եմ, որ այդ մարդիկ, որոնք գալիս են, Նիկոլ ապրածկենա, ես եմ ընդեղ, դու ես որ կաս, դու ես մեր փրկիչը, դու ես մեր սրտիկը, այդ մարդիկ ոչ թե այն մարդիկ են, որոնք իրոք ապրում են այդ բնակավայրերում, այլ մարդիկ են, որոնց հատուկ բերում են այդ նապլեները, ոնց որ ասում են, շրջիկ, այսպես ասած նիկոլապաշտներն են, որոնք պետքա կամերայի դեմը ցույց տան ինչքան են իրանք սիրում հարգում Նիկոլին, որովհետև հակառակ դեպքում այսենց խնդրի առաջ է կանգնելու, ես վստահ եմ, որ սա միայնակ դեպքը չի, պրոստը այս դեպքը կամերայի վրա անգավ եւ հեռարձակվեց դաշտ։ Եթե մեկ այսպիսի դեպք կա, բնականաբար լինելու են բազմաթիվ դեպքեր, որոնք չեն ֆիքսվում։ Ու